Բարի երեկո սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդաշարը։ Այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։ Վահե, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեր ստուդիա։ Մենք հիշեցնենք հեռուստադիտողներին, որ նրանք կարող են զանգահարել 58-54-27 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել իրենց հարցերը PS Շնիկ Ամեկ+ հասցեով եւ հարցեր տալ հենց այսօրվա մեր հյուրին։ Քանի որ դուք քիչ թե շատ նոր դեմք եք համենայն դեպս մեր հաղորդման ֆորմատում, ես կխնդրեի ձեզ մի քանի խոսքով պատմել ձեր մասին, ինչ եք ավարտել, որտեղ եք աշխատել եւ այլն։ Կստաց դժվարում եմ ինքս ինձ ներկայացնել, շատ հակիրճ նաև ասեմ, տենց մասնագետ։ Կենացներով պետք չի, պարզապես 4 տեղեկություններ։ Տնտեսագետ եմ, նաև վերջերս պաշտպանել եմ տնտեսագիտության ճյուղով։ Ինքս աշխատել եմ Երևանի Հայբուսակ համալսարանում, դասավանդել եմ, այնտեղ նաև տարիներ շարունակ եղել եմ պրոռեկտոր հասարակական աշխատանքների գծով, եղել եմ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը, այնուհետև ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այդ բոլոր ընթացքներում, սկսած ուսանողական տարիներից, ակտիվ գործունեություն եմ ծավալել ուսանողական շրջանում, ընտրվել եմ ուսանողական խորհրդի ղեկավար, այդ շրջանում բավականին ծավալուն տարիներ են եղել բովանդակալից, ասելիք շատ կա այդ տարիների մասով, չեմ կարծում հիմա ծավալվենք այդ։ Որևէ կուսակցության անդամ բացի ԲՀԿ-ից առաջ եղել եք։ Ոչ։ Իսկ հիմա դուք շարունակում եք դասավանդել կամ ինչպես է իրականացնում ձեր կապը, ասենք, երիտասարդության ուսանողների հետ։ Նախ ինքս Բարգավաճ Հայաստան կուսակցությունում գործում են թվով 15 հանձնաժողովներ, որոնցից մեկն էլ երիտասարդության հարցերի հանձնաժողովն է, այդ մեր ընդհանուր իրականության մեջ տարածված այդ երիտասարդական թև հասկացությունը որպես իրավական ձևակերպում տարբեր դրսևորումներ ունի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունում որպես հանձնաժողով է դրա իրական ձևակերպումը եւ քաղաքորդին կիցը։ Իսկ դա մեր հիմնական մարմինն է, որտեղ մենք մեր քաղաքական մեր գործընթացներն է կազմակերպվում, ունենք կենտրոնական հանձնաժողով 17 անդամներից բաղկացած եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, մայրաքաղաքով եւ մարզերով թվով ունենք 63 հանձնաժողովներ երիտասարդության հարցերի, որտեղ նաև երիտասարդությունը հնարավորություն է ունենում իրենց խնդիրները, առաջվող ուզող հարցերը քննարկել, առաջարկություններով հանդես գալ, ինչպես նաև տարբեր, չգիտեմ, քաղաքական ծրագրերից սկսած մինչև ամենաժամանցային միջոցառումները վերջացած նման գործընթացներ է կազմակերպվում։ Հաճախ եք լինում շրջաններում ձեր հասակակիցների հետ շփվելու այդպիսի հնարավորություն։ Այո, պարբերաբար լինում եմ շրջաններում, այս վերջի իմ այցելությունը եղել է Ջերմուկում, Սիսիանում, այդտեղ եւս հանդիպել ենք երիտասարդների հետ, ուսանողների հետ, զրուցել ենք, տարբեր հարցեր են բարձրացրել, տարբեր առաջարկություններ են արել, մենք սիրով լսում ենք նրանց բոլոր հարցերը, առաջարկությունները եւ փորձում ենք իրատեսության շրջանակներում կյանքի կոչել, եւ այդ գործընթացը մեր մոտ միշտ է տեղի ունենում, իդեպ հաղորդաշարը քանի որ համացանցով է հեռարձակվում, կարող եմ ասել բոլոր այս պայծառ հեռարձակողներին, որ կարող են նրանք bhk.am կայքը մտնել, դա Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական վեբ կայքն է, որտեղ երիտասարդության բաժին կա, երիտասարդության բաժինը իր հերթին բաժանվում է 3 մասերի, դա հանձնաժողովն է, որտեղ ընդհանուր պատմական ակնարկն է, մեր հաշվետվություններն է, երկրորդ մասը դա միջոցառումներն են, որտեղ ամենամեծ միջոցառումներն են հիմնականում ամփոփվում, այսինքն տարածքային կառույցների մակարդակով հիմնականում այդ միջոցառումները չեն տեղադրվում, հանրապետական մակարդակ ունեցող միջոցառումներն են այդտեղ ամփոփված եւ քննարկումներ բաժինն է, քննարկումներ բաժնում տարբեր իրադարձություններ, տարբեր գործընթացների վերաբերյալ մենք քվեարկություններ ենք կազմակերպում, առաջարկություններ ենք ընդունում, այս պայմանությամբ նաեւ ասեմ, որ քննարկումներ բաժնում տեղադրված են 2 օրենքների նախագծեր, երիտասարդության մասին օրենքի նախագիծն է եւ պետական երիտասարդական քաղաքականության օրենքի նախագծերն են, որպեսզի ցանկության դեպքում կազմակերպությունները թե անհատները կարողանան նաեւ քաշել կամ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ունենալ օրենքների վերաբերյալ։ Ասեմ, որ բավականին մեծ արձագանք ենք մենք ունենում։ Այդ օրենքների հեղինակը դուք եք, այսինքն ձեր կուսակցությունն է երիտասարդական քաղաքականության օրենքի հեղինակը կառավարությունն է, դեմը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, հաջորդ դա ազգային ժողովի պատգամավորներն են։ Ես ինքս 2 օրենքներով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի հանձնաժողովում հարակից զեկուցմամբ եմ հանդես եկել։ Այս պայմանությամբ առաջարկություն կա համաձուլելու օրենքները եւ օրենքների ընդհանուր քննարկումը հենց այդ նկատառումով էլ
մենք կազմակերպել ենք, որպեսզի երիտասարդությունը միայն սպառողը չլինի այդ օրենքների, եւ քանի որ եթե վերցնենք նաեւ այդ օրենքներում կա շեմ 18-ից 30 տարեկան այդ տարիքային ժամանակահատվածն է ֆիքսած, որպեսզի նաեւ այդ մարդիկ հնարավորություն ունենան իրենց դիտարկումները, կարծիքները ասել։ Եվ դուք մենակ սպառողը չլինեն այդ օրենքների եւ նա ավելի իրական կլինի։ Որ շրջաններ եք գնում, դուք հանդիպում եք միայն ձեր կուսակիցների հետ, թե նաեւ ընդհանրապես երիտասարդների հետ։ Նայած ոնց է ստացվում, առհասարակ մենք մեկուսացած կազմակերպություն չենք, մեր շփման եզրերը բավականին մեծ են, թե անմիջական, թե ինքը հենց համացանցը մեծ հնարավորություններ է տալիս, նաև շփում կազմակերպել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Ինքս նաև ասեմ, որ հասարակական կազմակերպության ղեկավար եմ 2004 թվականից սկսած, հասարակական կազմակերպությունը համահայկական երիտասարդական ասոցիացիան է, որով եւս մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, կազմակերպել, նաև մասնակից եղել եւ եւս փորձում ենք այս կապերը հաստատելով, պահելով լայնել մեր գործունեության փողակը։ Կարող եք դուք ասել, բնականաբար կարճ պատասխանել, թե ինչու դուք որոշեցիք անդամակցել հենց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչն է ձեզ ցկել դեպի այդ կուսակցությունը։ Նախ ասեմ, Բարգավաճ Հայաստան կուսակցության հենց ստեղծման իսկ առաջին ժամանակահատվածից սկսած մեծ համակրանք էր վայելում ինձ ընդհանուր կուսակցության այն ծրագրային եւ այն խնդիրները, որը առաջ էր քաշում հենց կուսակցությունը, դա գայթակղիչ էր եւ իրատեսություն կար այդ ծրագրերի եւ խնդիրների լուծումը իրատեսական էր եւ կուսակցության ղեկավարի խարիզմատիկ իր կերպարը այն մարդը, որը կամքի ուժ ունի, ուժ է իրենից ներկայացնում եւ իզորու է այդ խնդիրների լուծումը իրականում կյանքում կոչելու։ Դուք կարող եք այդ կուսակցության մի քանի գաղափարախոսական դրույթ թվարկել, որոնք ձեզ առավել սրտամոտ են։ Գիտեք ինչպես, դա մի ամփոփ փաստաթուղթ է ծրագրային դրույթները, բայց սկզբնամասում մի քանի ամենակարևոր մասերն է դրված, քանի որ այդ սկզբնական փուլից է սկսում, նաև առաջին նախադասությամբ հանդես գամ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինքը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, իր նպաստը բերելու նպատակով, եւ այդ ասացի մեջ բավականին մեծ ենթատեքստ կա, եւ իր գործունեության ընթացքում խարսվում է իրատեսության եւ ողջամտության վրա։ Որ մի կուսակցությունը ուրիշ բան կգրի։ Որ մեկը կգրի, որ մենք չենք ուզում ծառայել ժողովրդին։ Չէ, բոլոր կուսակցություններն ունեն իրենց ծրագրային դրույթներ, իրենց ուղղվածություններ, իրենց կանոնադրությունները եւ իրենց գործառույթները փորձում են իրականություն դարձնել, թե ում մոտ ինչ ձևով է ստացվում, դա արդեն հարցի մյուս կողմն է կամ մեր իրականության մեջ է։ Այսինքն ձեզ դուր է եկել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջին կետում գրված է, որ կուսակցությունը ուզում է ծառայել ժողովրդին։ Այո։ Ուրիշ միայն, դա մի մեծ փաստաթուղթ է։ Այնտեղ մի մեծ փաստաթուղթ է, չկա մի ոլորտ, որտեղ մեր ծրագրային դրույթներում չի առնչվում։ Ես իմիջիալուց, քանի որ խոսքը գնաց նաև ծրագրային դրույթների վերաբերյալ, ես ասեմ շատ մի կարևոր գործընթաց սկսեց հետագայում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսինքն ծրագրային դրույթները տարբեր թերթերով հրապարակվեցին նախագծի տեսքով, միջև համագումարի պետք է ներկայացնել, կազմի կողմից էր դա այդ առաջարկությունը արված եւ եւս տեղեկատու հեռախոսահամար կար, քաղաքացիները եւ կուսակցականները ցանկության դեպքում ծրագրային դրույթների եւ ոլորտների մեջ իրենց առաջարկություններն էին ներկայացնում։ Վերախմբագրելուց հետո եւս հրապարակվեց եւ նոր դրանից հետո ընդհանուր համագումարին ներկայացվեց։ Որ թվականից եք կուսակցության անդամ։ 2006 թվականի սկզբից։ Այստեղ հերոստատիտողի հարց կա, ինքը հարցնում է, ինչպես դարձաք պատգամավոր, հենց սկզբից այս ազգային ժողովի կազմում պատգամավոր եք, թե հետո միացաք պատգամավորական կազմին։ Հենց սկզբից ոնց։ Այսինքն, երբ որ այս գումարման ազգային ժողովը Ես համամասնական ընտրակարգով եմ ընտրվել դեկտեմբերի 2-ի ընդհանուր 2009 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այսինքն 2007-ին են, չէ՞, ընտրությունները։ Այո, 2007-ին ընտրությունները տեղի ունեցել։ Հետո ես համամասնական ընտրակարգով եմ ընտրվել։ Այսինքն դուք ցուցակի մեջ եք, ինչ որ մեկը ցուցակի մեջ եմ եղել, հա, պարբերաբար փոփոխություններ ա կատարվել ցուցակում, գործադիր հետ կապված փոփոխություններ ա տվել վերջի դեպքում եւ արդյունքում ես մուտք եմ գործել խորհրդարան։ Երիտասարդական թև ասացիք, դուք շփվում եք այլ կուսակցությունների երիտասարդական թևի, երբեմն տեսնում եմ, որ քննարկումներ են տարբեր ակումբներում, այդ քննարկումներից ինչ տպավորություններ ունեք։
Նախ ասեմ, որ մենք միշտ մեր դեղները բաց է եղել, մենք փորձել ենք համագործակցության ուղիներ գտնել տարբեր երիտասարդական կազմակերպությունների հետ եւ հաջողությամբ մեր համագործակցությունը ստացվել է 2008 թվականին մի փաստաթուղթ ընդհանուր ընդունեց երիտասարդության հարցերի նախարարությունը, սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունը 2008-2012 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարություններ։ Եվս մենք նախաձեռնությամբ հանդես եկանք եւ քննարկումներ կազմակերպեցինք քաղաքական ուժերի երիտասարդական կառույցների ղեկավարներին ենք հրավիրում, փաթեթները նախապես ուղարկել ենք նրանց, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչները, հեյախ անդամակցող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, ուսանողական խորհուրդները եւ ի վերջո այդ ռազմավարությունը ինքը դարձավ իրականություն։ Դա մեր ամենավաղ ինչ-որ համագործակցության օրենքների մասով էլ ասեմ, որ աշխատանքային հանդիպումներ են բարբերաբար ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններն բավականին ակտիվ են, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից տվյալ գործընթացների հետ կապված, եւ բավականին մեծ առաջարկություններով նաև այդ երկու օրենքների փաթեթների վերաբերյալ հանդես են եկել, խորհրդարանում կազմակերպեցինք հանդիպում հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ տարբեր զեկույցներով եւ առաջարկություններով հանդես եկան ոչ միայն քաղաքական կազմակերպությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սա միանշանակ արդյունավետ է, մտքերի փոխանակում է կազմակերպվում, հաճախ լինում են բանավեճեր եւ արդյունքում առողջ մրցակցության ինչ-որ բանավեճեր է տեղի ունենում եւ որտեղ մենք կարողանում ենք իրականում գտնել հենց այն միտքը, որը որ պետք է կարեւոր է ամրագրել նաեւ այդ փաստաթղթում։ Դուք օրինակ շփումներ ունեք Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի հետ։ Կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի հետ շփում չի ստացվել։ Որևէ ադաշնակցության ասենք թե։ Ունենք։ Այդ տեսեք մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսի 7 անդամներ ցույց էին անում, նրանց վրա ոստիկանությունը հարձակվեց, երևի տեղյակ եք։ Ձեր մոտ ցանկություն չի առաջացել օրինակ պաշտպանել ձեր հասակակիցներին ոստիկանության ապօրինություններից։ Դեք ինչպես յուրաքանչյուր ապօրինություն դա իրավական դաշտի ինչ-որ գործընթաց է եւ կարծում եմ նույն այդ դաշտում պետք է այդ հարցերը կարգավորել։ Այսինքն ձեզ երբեք չեն դիմել, որ եկեք համախմբվենք ինչ-որ խնդիրների շուրջ։ Այսօր դուք իշխանություն եք, վաղ կարող է անդամություն։ Առաջ անգամ լսում, որ 7 երիտասարդները ինչ-որ ոտնարվել են կամ ոստիկանների կողմից նման գործողություն է եղել, չէ։ Ինձ կոնկրետ մեր կազմակերպությունը նաեւ ինչ-որ առաջարկությունով կամ բանով հանդես չեն եկել։ Բայց մենք գործընթացներ կա, որ ընդհանուր ձևով են կազմակերպում եւ մեր համար ընդհանուր առմամբ տարբերություն չկա, որ քաղաքական հայացքներ ունեցող կազմակերպությունները դրանք արձագանքեն։ Ասեմ, որ վերջերս հոկտեմբերի 1-ից 3-ը մենք բարբերաբար համաժողովներ ենք կազմակերպում, ընդլայնված նիստեր, մեր երիտասարդության հարցերի հանձնաժողով եւ դա թվով մեր 7-րդ ընդլայնված համաժողովներ, որտեղ Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներից ներգրաված կազմակերպությունների ղեկավարներն էին մասնակցում, կուսակցության երիտասարդական լիդերները, եւ որտեղ ընդունել ենք հայտարարություն, ունեցել ենք նախ հանդիպումներ, ասեմ ստեղից, մեր օրենսդիր ներկայացուցիչների եւ մեր կառույցի բոլոր մտահոգող, հուզող հարցերը քննարկումներ ենք ունեցել ֆրակցիայի քարտուղարի հետ, падգամավորների հետ, ունեցել ենք կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, ելի մեր կառույցին մտահոգող բոլոր հարցերն ենք տվել նույն ձև պատասխաններն ենք ստացել նաև մեր խմբակցության ղեկավար կազմի հետ ենք ունեցել խմբակցության ղեկավարի, քարտուղարի, հանձնաժողովի նախագահի տեղակալ հետ եւ նաև մունիցիպալ տարբեր հիմնարկցիների հետ կապված քննարկումներ ենք ունեցել եւ առհասարակ այդ ժողովի ընթացքում մենք ընդունել ենք մի հայտարարություն, տարբեր առաջարկություններ ենք ստացել եւ ամփոփ տեսքով մենք նաեւ մի փաստաթուղթ ենք ընդունել, որտեղ մասնավորապես ասված է, որ քաղաքական սերնդափոխությունը կարևորում են երիտասարդությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցության, նոր մարդկանց ի հայտ գալու նաեւ երաշխիքներ է պետք ստեղծել եւ այդ առումով մենք առաջարկել ենք կուսակցության ղեկավարին եւ առհասարակ բոլոր կուսակցություններին, որ իրենց հետագա ընտրություններում համամասնական ցուցակներում նվազագույնը 10% երիտասարդության ներգրավվածություն նրանք ապահովեն։ Մեր կուսակցության ղեկավարը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանը սիրով համաձայնել է եւ ստորագրել է այդ հայտարարության ներքո։ Այդ հայտարարությունը նաեւ տեղադրված է մեր վեբկայքում եւ ցանկության դեպքում մարդիկ կարող են քաշել այդ հայտարարությունը, միանալ կամ նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալ, անկախ նրանց քաղաքական հոսանքների։ Երբ որ ես երիտասարդ էի, այդ ժամանակ Խորհրդային միություն էր եւ կար Կոմիտետ միություն, դա երիտասարդական կազմակերպություն էր, նրանք էլի համաժողովներ էին անցկացնում, համագումարներ, կարմիր դրոշ էին բերում, բոլորը վեր էին կենում, չգիտեմ, Բրեժնևին պատվավոր նախագահ էին ընտրում իրենց, ուրեմն այդ համագումարների այսօրվա երիտասարդական կազմակերպությունները կուսակցական ինչ որ ձևով տարբերվում են այդ կոմսոմոլներից։
Իհարկե տարբերվում են, նախ ասենց ասեմ, գործառույթները որպես այդպիսի կամ ինչ-որ քաղաքական իրականացնում են հենց այդ տարիքային խմբում, ըստ իս ինքը երիտասարդությունը դա հոգեվիճակ է եւ չեմ կարծում դա տարիքային ինչ-որ սահմանափակում ունեցող երևույթ է, իսկ այս պայմանությամբ տարբեր քաղաքական հայացքներ ունեն, տարբեր քաղաքական հոսանքների են հարում կուսակցություններ եւ այնպես չի որ բոլորը մենակ համաժողով են անում կամ մենակ ինչ-որ պատվավոր նախագահներ են ընտրում իրենց կուսակցության նախագահների ոչ, ամենատարբեր գործընթացներով քաղաքական համոզմունքներով մարդիկ հանդես են գալի, չգիտեմ որ կուսակցություն ոնց մեր կուսակցությունում այդ ձևով է, կոնկրետ հենց փաստերով էլ միջոցառումներով կոնկրետ ասում եմ, եւ առաջիկայում էլ մենք արդեն մեծ ավանդույթ ենք դարձրել 2007 թվականից սկսած ուսանողության միջազգային տոնը մենք մեծ շուկով ենք տոնում եւ այդտեղ տարբեր ձևաչափերով միջոցառումներ են կազմակերպում, մասնավորապես ուսանողությանը նվիրված կոնկրետ այս տարի նոյեմբերի 17-ին, հա, ասեմ որ մենք մի քանի նախ մենք բարբերաբար հարցումներ ենք կատարում, հենց ամենաառաջինը ինչն է մտահոգում ուսանողության, ինչի ցանկություն նրանք ունեն։ Մենք բավականին մեծ քանակով ուսման վարձեր անվանական կրթաթոշակներ են տրվելու, պարոն Ծառուկյանի կրթաթոշակներն անվանական դրանք լինելու ընդհանուր համացանց է բացվելու 30 համակարգիչներով տեղադրված սրճարանով իր ներսում Հյուսային պողոտայի հարևանությամբ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան անվճար, լրիվ անվճար բոլոր ծախսերը հոգում է գարցական հիմնադրամում ոչ ուսանողների համար մենք քարտային սիստեմ ենք մշակելու, որպեսզի այնպես չլինի, որ մի մարդը անընդհատ կարողանա օգտվել, այսինքն ողջ Հայաստանի Հանրապետության ուսանողությունը հնարավորություն ունենա այդ ակումբից օգտվելու բացումն է լինելու պաշտոնական նոյեմբերի 17-ին ընդհանուր տարբեր երիտասարդական կենտրոն հաղորդաշարն է մեկնարկելու կենտրոն հեռուստատեսությամբ տարբեր միջազգային ծրագրեր են կազմակերպվելու նաև էլի ուսանողության միջազգային տոնին նվիրված եւ ամփոփվելու է այս ամեն ինչը ամսի 17-ին երեկոյան ժամը 6-ին մարզահամերգային համալիրում Կարեն Դեմիրճյանի անվան մեծ տոնական համերգ, որտեղ մասնակցելու են հայ էստրադայի աստղերը, որը նաև եզրափակելու է դիսկոտեկով, տարբեր դիջեյներ նաև հրավիրված են լինելու Հայաստան արտերկրից, որոնք ընդհանուր սիրված եւ ընդունված են մեր այսօրվա ուսանողության երիտասարդության կողմից։ Ասեմ նաև այսօրվա երկիջերությունների վերաբերյալ մենք մեր վեբկայքում եւս տեղադրել ենք ցանկության դեպքում նրանք կարող են առաջարկել թե որ երկիջերություն են ուզում տեսնել այդ օրը բեմում։ Արդյոք կրթաթոշակները կամ սրճարան արդյոք դա չի կարելի համարել կուսակցության PR, այսպես ասած, ձեր կուսակցության։ Գիտեք ինչպես մենք դա ասացի բարբերաբար հարցում ենք կատարում եւ այն ինչը որ հուզում է այսօր ուսանողությանը երիտասարդությանը մենք հենց այդ թիրախային խումբ ենք դա ընտրում կոնկրետ ոլորտ կամ խնդիր ենք մեր համար համարում եւ դա իրականություն ենք դարձնում թե դա ինչպիսի արձագանք է ստանում դա էլ արդեն հասարակությունը գիտի կամ Հերոստատիտողի հարց Արդյոք չեք անհանգստանում, որ հիմիկվա ջահելները գնում են երկրից։ Ինչ եք անում, որ պահեք։ Գիտեք ինչպես դա համատարած ինչ-որ տարբեր ժամանակահատվածներում բավականին մեծ կամ փոքր հոսքերով մեր հանրապետությունը դա մեր համար բոլորի համար դա ցավալի փաստ է, բայց մի հետաքրքիր նկատառումով մի փաստ ևս։ Եթե նկատում եք մենակ փաստերով ենք խոսում։ 2004 թվականին ուրեմն Լիբանանում մասնակցել ենք Սիմոն Զավարյան ուսանողական միության 100-ամյակին։ Եթե մենք Հայաստանի Հանրապետությունում մանգանք նմանատիպ կազմակերպություն երիտասարդական կամ ուսանողական, որ ունի 100 տարվա պատմություն, մենք չենք գտնի։ Բարձրապես, բայց 2004 թվականին եկեք նայենք, ոչ ցեղասպանության հլը հետևանքներն է, միջև դրա մասին է խոսքը գնում։ Այսինքն գնացել են էլի երիտասարդություն, ուսանողություն, այսինքն հիմք են դրել, կառույց են ձևավորել, ստեղծել եւ 100-ամյակին էլ պատիվ են ունեցել։ Այսինքն բոլորը գնացածներն են։ Չէ, նաեւ ուզում եմ ասեմ, երևույթը այնպես չի, որ հիմա կա կամ ցեղասպանությունից հետո այդ երևույթը եղել։ Դրանից շատ տարիներ էլի առաջ էլ չգիտեմ, միգուցե մեր ազգային ինչ որ կամ ինչ որ տարածաշրջանից դուրս միշտ փնտրել են այլ ինչ որ երկրներ, որտեղ կարելի է գործունեություն ծավալ, դա է հետևանքը, բայց կոնկրետ նման փաստ էլ կա։ Այսինքն այս պայմանությամբ շատ դեպքերում կենցաղի հետ կապված աշխատանքի հարցում, որը ընդհանուր մեր երկրում որպես խնդիր ծառացած հարց է, ոչ միայն երիտասարդության համար, երևի թե երիտասարդության համար եւս շատ կարեւոր է, որովհետեւ նաև այս տարիքային խմբը հիմնականը որ նոր մասնագիտություն ընտրում, կրթությունը ստանալուց հետո աշխատանք գտնելը, քանի որ աշխատանքային փորձ չկա, դժվարություններ կան, ընտանիք ստեղծելու ինչ որ որպես կանոն այս տարիներում եւ հարցերը ավելի շատ են, բայց դա որ
համարել, որ դա խնդիր ընդհանուր բոլորի համար կամ դա հենց մենակ այս ժամանակահատվածի համար է բնականon, ես չեմ կարծում։ Մրցակցություն կա իշխող կուսակցությունների միջև, մասնավորապես հանրապետականի այդ մրցակցությունը գուցե բնական է, այ երիտասարդների միջև, ձեր եւ բազեների միջև կա այդ մրցակցությունը, նրանք էլ են այդ տիպի միջոցառումներ անցկացնում։ Գիտեք ինչպես բազեները ասացինք շատ վերացական հասկացողությունը, դա բազե համայնքական երիտասարդական հավաք է։ Այդ հավաքին մասնակցում են տարբեր կազմակերպություններ։ Ուրեմն ասեմ, որ բուհական միջավայրից են ձևավորվում ջոկատներ, մարզային կառույցներից են ձևավորվում ջոկատներ, մայրաքաղաքից, լղեից, Ջավախքից եւ ամբողջ աշխարհից, Սփյուռքից ձևավորվում են ջոկատներ, որտեղ հնարավորություն են ունենում այդ ջոկատի մասնակիցները մրցել միմյանց հետ, դա մշակութային, սպորտային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումների շնորհիվ, եւ առողջ մրցակցության ներքո նաեւ շփման միջավայր է ձևավորվում։ Դա հանրապետականի միջոցառում չի։ Դա հանրապետականի միջոցառում չի, ասեմ ավելին, որ վերջին բազե համայնքական երիտասարդական հավաքը, որ կազմակերպվեց, ճիշտ է, ինքը շատ փոքր կազմով կազմակերպվեց, բայց առաջին տարին էր, երբ որ երիտասարդական թևերին պաշտոնապես հրավերներ էին ուղարկել խորհրդարանում գործող խմբակցությունների, կուսակցությունների, երիտասարդական կառույցներին, ինչպես նաև արտախորհրդարանական, եթե չեմ սխալվում, հրավերը եղել է դա երիտասարդական հիմնադրամն է կազմակերպում, եղել է հենց նույն կոնգրեսի երիտասարդական կառույցին, եղել է ՄԻԱԿ-ին, արտախորհրդարանական, դե խորհրդարանականն է Ժառանգություն, Դաշնակցություն, ՕԵԿ, Բարգավաճ, Հանրապետական եւ մեր ջոկատը Բարգավաճ Հայաստան կուսակցություն բավականին հաջողությամբ հանդես է եկել, ամենաբարձր միավորները հավաքելով կապույտ ճակատում առաջի տեղն են գրավել։ Իդեպ մի հետաքրքիր նկատառում նախքին նաեւ հարցից որպես բխող հետևանք։ Ինքը կոնգրեսը նաեւ հրաժարվել էր մասնակցելու։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր էր, որ քաղաքական ուժերին նաեւ հրավեր է եղել, դրա համար այսքան մանրամասը գիտեմ, էլի, ովքեր են հրավիրված կամ այո, իսկ բուհական միջավայրում միգուցե ուս խորհուրդները մի քիչ ավելի քաղաքականացված են եւ քանի որ պետական բորին է հիմնական հրավերը գնում, ստացվում է անց որ հանրապետական երիտասարդությունն է բավականին մեծ մասնակցություն ունենացած։ Ուս խորհուրդը ինչ պիտի հանրապետական լինի։ Դա մարդկային ցանկություն է, ինչով զսպես կամ թողես կամ չթողես։ Կան բարգավաճական ուս խորհուրդներ, թե չկան։ Կան բուհական միջավայրում բավականին մեծ քանակի ուսանողներ, որոնք համակրում են մեր կուսակցության ծրագրերը, քաղաքականությունը եւ անդամակցել են հենց մեր կուսակցությանը։ Մենք ժամանակը սպառում է ցավոք սրտի վերջին հարցը, որ էլի հերոստատողն է տվել, Ծառուկյանը դառնալու է նախագահ, նա առաջադրվելու է ըստ ձեզ։ Գիտեք ինչպես վերջի հրապարակումների խոսակցություններից հետո բավականին մեծ խոսակցությունների տարափ է տեղի ունեցել, ասեմ ես չեմ կարծում, որ կա այնպիսի կուսակցություն, որը որ չի ձգտում իշխանության եւ մրցակցության մեջ մենք չենք պատկերացնում երկրորդ կամ երրորդ, եթե մենք մրցակցում ենք առաջի տեղի համար եւ առաջիկայում այս հարցը մեր կուսակցության օրակարգային հարց չէ։ Առաջիկայում մենք մեր գործընթացը, մեր ծրագրային դրույթները մենք բավականին մեծ քանակի անելիքներ ունենք, ապագայում խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կոնկրետ մեզ թույլ կտա այս հարցի շուրջ խոսելու։ Շնորհակալություն Վահե, շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մենք վաղը նորից ենք հանդիպելու, ցտեսություն։